Բարևձեզ Ֆակտոր TV Յուրա Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թուրքիայի ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Փայլյանն է, բարևձեզ, պարոն Փայլյան։ Ինչպես է գնահատում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ես շաբաթ մի եղավ խոսեմ եւ քանի մի քաղաք քացի Գյումրի, Երևան եւ ուրիշ քաղաքներն էի։ Ժողովուրդը հետ խոսեցա եւ տեսա որ հիմա ժողովրդի մեջ բաժանում կար եւ մտահոգություններ կար։ Անշուշտ ժողովուրդը գուզե հաղորդություն, բայց նորան մտահոգ է ինչ պետք է, աբական ինչ պետք է, այս հաղորդությունը մնայուն պետք է թե ոչ։ Թուրքիան որովհետեւ գամած քալի այս հաղորդության նորմալիզացիա process-ի համար Ադրբեջանն աթշպատապար գամածներ եւ թշպատապար աստեսակ բաժանումներ կա եւ մարդիկ կարծեմ իր մտածումը ասպես ավ։ Հիմա Հայաստանի ժողովուրդը որոշեց ով գուզե որ Գարավերը Հայաստանը նորեն եւ ով գուզե որ ընդմե եւ հուսամ բոլոր հայ քաղաքական կորզիչները պատգամավորները միասնապար հուսամ Հայաստանը աբակայի փայունը համար միասնապար պիտի աշխատեն։ Շատ լավ, սա այս ընտրությունները արդյունքները այն ինչ որ կա Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթում է եւ ուժեղ Հայաստանը Հայաստան դաշինքը գնում են որպես ընդդիմություն դեռևս Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեների հաշվարկը կհասկանանք ինչ են նշանակում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները ես զուտ ուզում եմ բերել նաեւ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը ողջունել են ընտրությունների արդյունքները, հույս հայտնել, որ ապագայում կստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր, Անկարան հույս է հայտնել, որ հետագայում հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ Հայաստանի Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հիմա Թուրքիան երկրորդ Ղարաբաղի գրիվեն հետո հասկացավ, որ գրիվով շահ չգնար ունենալ Կովկասի մեջ։ Եվ նորմալիզացիա process-ը սկսավ այս այն օրերը պատգամավորն էի եւ համոզեցի Թուրքիա կառավարությունը որպես առաջ շարժի այս նորմալիզացիա process-ի համար։ Բայց դժվար է նորմալիզացիա process-ը գամած կալե։ Ինչու, որովհետեւ Թուրքիան բادرվակ ունի որպես Ալիևը չուզեր որ Թուրքիան շատ առաջ շարժի։ Նախ եւ առաջ կուզե որ Ալիևը նախ եւ Հայաստանը ստորագրե պայմանագիր Ադրբեջանը հետո Թուրքիան գնա առաջ շարժի։ Բայց նորանալ Թուրքիա մեջ բոլոր քաղաքական կորզիչները ասիգա արիթի բադուհանի պես կդեսնա եւ մտահոգ եմ որ արիթի բադուհանը կգնա կոծվի եւ կդեսնան կհետևին ինչպես Ռուսաստանը հիմա Հայաստանի ճնշումը դակ կտնե ասորոմար գարձեմ հիմա այս ընդդիմության հետո այս նորմալիզացիան process-ը շատ ավելի արագ պիտի շարժի եւ Թուրքիան հոստովա որպես այս սահմանը փանալ 4 տարի առաջ բայց Էրդողանը ասիգա քարտի պես կդեսնա Վաշինգտոնը մեսաժ կուղարկե, այս պատրաստ եմ գսե, բայց եթե շահմը չտեսնա, առաջ չշարժեր։ Այս Վաշինգտոնն եմ 3 տարի իվեր, եւ այս 4 տարի իվեր Էրդողանը քանի անգամ մեսաժ ուղարկեց Վաշինգտոնին, որովհետեւ այս պատրաստ եմ առաջ շարժել համար, սահմանը փանալ համար, բայց շահ չտեսնավ։ Բայց Ալիևը փանել մը գրնա առաջարկել ընդրությունն առաջ 2023 թվին ընդրության առաջ Ալիևը քանի միլիարդ դոլար ուղարկեց Էրդողանը, որպես Էրդողանը շահի ընդրություն։ Ասորը Էրդողանը ամեն օր հաշիվ մգնե։ Ինչ է իմ շահս, եթե այս քայլը ինչ է գորուստս։ Եթե գորուստները շահեն ավելի է, անադան անկայնը չնետե։ Հիմա արիթմը կա։ Քան ամիս ՆԱՏՕ-ի գագանաժողովը բիդելա, համակումարը բիդելա Անկարան մեջ, եւ Էրդողանը 10 օրի մեջ Վաշինգտոն բիդարթա Եթե ամերիկան բանջը Էրդողանյան որպես առաջ շարժե այս հաղորդյան process-ները համար կարծեմ Էրդողանը ասիգա պիտի ունենա այս նորենալ այս լավադեսեմ որ կալամիստների մեջ զարգացումներ պիտի տեսնենք Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ի համար Շատ լավ, մենք մեր նախորդ զրույցներում եւս լավատեսություն արտահայտում ենք, անընդհատ ժամկետներ նշվում, հունվարին, մարտին կարող է սահմանը բացվել մասնակի, ձեր լավատեսությունը ինչի վրա էր հիմնված եւ ինչու դա տեղի չունեցավ։ Այո, այս նոյեմբերին հոսեի եւ ասի որ լավատեսեմ որպես սահմանը պիտի բացվի հունվար կամ փետրվար կամ մարտին, բայց դժբախտաբար չեղավ։ Ինչու նորեն հիմա այս Իսրայել-Իրան գրիվը Գրիվեն հետո Էրդողանը հիմա հանգիստ չէ, որովհետեւ քանի մը թերթերը ամերիկան մեջ կգրե հաջորդ Իրանը Թուրքիայի է։ Այսօր համար հանգիստ չէ Էրդողանը եւ գիտե որ ասիգա մինակ քարտը գրնալ աս Թուրքիա-Հայաստան սահմանափակումը եւ
Թրամփի համար ամեն ինչ վատ գարցա Իրանի թեմ կամ մյուս Ուկրաինայի համար առաջ չարժի այն հաղորդյան process-ները։ Ասիկա միակ պատմությունն է, պոզիտիվ պատմությունն է Թրամփի համար։ Եվ Թրամփը Հայաստան-Ադրբեջան Թուրքիա այս միջին կորիդորը, այս պատմությունը մինակ պոզիտիվ պատմությունն է եւ մինակ bipartisan երկու գուսակցություններ այո համաձայն է որբեսի դեմոկրատականներն Թրամփցիներն համաձայն է որ առաջ շարժի ասիկա հոս արեմուտքը Երևանություն եւ Ամերիկան շատ մեծ շահ ունի հիմա այս Իրանի խնդրան հետո երբ որ Հուրմուզը կոչվեցավ հիմա էներգիա պատմությունները շատ ավելի կարեւոր դիտել անգեսած հիմա Nvidia-ն ներդրումներ գնա Հայաստանի մեջ եւ գուզե Ադրբեջան եւ Թուրքիան այս AI-ի մուրցումը մեջ ըլլալ անոնքալ գուզեն Կազակստանն գուզե եւ այս էներգիա եւ չիպ պատմությունները շատ կարեւոր դիտել Գարցիամ այս աշխարհի տնտեսական պատմությունները բիդի առաջ շարժե աշխարհի պոլիտիկան աշխարհաքաղաքական process-ները առաջ շարժելու համար հիմա աշխարհի տնտեսական պատմությունները շատ կարևոր դիտել եւ անկա հիմա ես շատ ուրախ եմ որ Հայաստանը ունի հիմա ընկերություններ որպես ներդրումներ գնա Հայաստանի մեջ հայերը ներդրումը Firebird-ը ուրիշ ներդրումներ կա ասիկա գարձեմ փափուկ ուժն է Հայաստանին Հայաստանը էներգիա չունի բայց AI ունի AI ընկերություններ ունի եւ Ադրբեջանը էներգիա ունի գիտես հիմա Գերմանիան եւ Ֆրանսիան 100 տարի գրվեցավ անկե հետո այս մեգա քանեմը շահ ուներ մյուսը ուրիշ քարտեր ուներ երկուքը նստեցավ եւ դնդեսական պատմությունով այս հաղորդությունը գազմագերբեցին մնայոնեով մենք ալ հիմա Հայաստանն ալ հիմա քարտեր ունի որպես այս AI ընկերություններ ունի Ադրբեջան էներգիան ունի Թուրքիան ուրիշ ավելատներ ունի եթե այս երեք երկրը միասնապար նստին եւ Ամերիկայի ընկերությունները եթե ներդրումներ գնա այս երեք հիմա երկրի համար ալ կարծեմ շատ ավելի առաջ պիտի շարժենք Տեսեք պետքարտուղար Ռուբիոն Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ասելով հանձնառու է Միացյալ Նահանգները առաջ մղելու Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները Թրամփի ուղի ծրագրի իրագործումը ակնկալում ենք համատեղ աշխատել Հարավային Կովկասում եւ նրա սահմանից դուրս խաղաղության կանոնության բարգավաճման նպատակով Ինչ սպասել Միացյալ Նահանգների այս վարչակազմից Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղությամբ աշխատանքի իմաստով մենք միշտ ենք դրա մասին մտածել հասկանալով ամերիկյան պետության ուժը, տնտեսական շահերը, քաղաքական շահերը, որ ուզում են այս տարածաշրջանը բացվի Թրամփի ուղին դրա ապացույցներից մեկն է առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանների բացման դա հնարավոր չի, բայց գործնական, այսպես ասենք, փուլում ինչ որ բան կաղում է։ Ամերիկացիները փորձում են Թուրքիայի Ադրբեջանի հետ աշխատել, եթե այո, ինչու մինչև այս գոնե չի ստացվել։ Հիմա Ամերիկան սի արդեն մինակ լավ պատմությունը ասե Թրամփի համար, Թրամփի ընկերների համար եւ գուզեն առաջ շարժել։ Հոս էներգիայի եւ մյուս տնտեսության պատմությունների համար շատ մեծ շահեր կա։ Այս Միջին Ասիայի համար, Կազակստանի, Թուրքմենստանի, Օզբեկստանի հասնելու համար, ասիկա շատ մեծ կորիդոր մնե, որպեսզի ճամփաներ շինալ գուզե, երկաթգծներ շինալ գուզե եւ գարջ ժամանակի մեջ գուզե։ Բայց Ադրբեջանը բանջը անե որ գուզե նոր երկաթգծներ շինել մինչև Նախճիվան թեպի Գարս եւ ասիկա շատ երկար պիտի տևե 6 տարի պիտի տևե ասոր համար գարջ ժամանակի մեջ շատ լավ գիտե որ Ամերիկան Հայաստան Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է առաջ շարժի ինչու հիմա Ռուսաստանի ճնշումը պիտի ավելնա սպասումը անբես է արդեն ասիկա գտեսնանք ում վրա ճնշումը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ պետք է Պոլորուսալ խելացի ըլլանք, ասիկա արիթի բադուհանն է, մինակ Հայաստանը համար չէ, Ադրբեջանը համարն է արիթի բադուհանն է, որովհետև օրը Թրամփ եւ Պուտինը գրնան ստիլ եւ գրնա արևդուրմը գրնա անել, Պուտինը գրնա ասել որ այս
իմ առաջին բարձի մեջ այս տեսակ քեզի քարտ մգնամ դալ եւ պետք է ցկես իմ էդեվի բարձը անդեսակ որովհետեւ ասիգա առաջին աշխարհը գրվեն հետո եղավ այս տեսակ մեծ հոսակցություններ մեծ արևդուրներ եւ բզդիկ երկրները մեկը շահ ունեցավ մյուսերը գործունեություն այսօր համար գարզեմ Թուրքիան ասիգա քիդե շատ լավ քիդե որ ասիգա արիթի բադուհանն է Հայաստանն է շատ լավ քիդե պետք է Ադրբեջանն ալ քիդնա հիմա գարզեմ Թրամփը բիդի չանկտեպե որպես համոզե Ալիևը որպես առաջ շարժե արդեն Թուրքիան պատրաստ է մինակ հիմա խնդիրը գարզեմ Ալիևն է եւ Թրամփը ունի անդեսակ ուժը որպես հուսամ համոզե Ալիևը Ադրբեջանը որպես հիմա ժամանակն է որ առաջ շարժենք Շատ լավ Թուրքիայի մասով մենք վերջերս տեսանք որ Թուրքիան թույլատրեց ախալքալակարս երկաթուղուց Հայաստանի Հանրապետության համար արտանումների եւ ներմուծումների նաեւ պետք է հիշենք որ հայ եւ թուրք գործարները վերջերս կարծում են հանդիպում հիմնականում այսպես հաղորդումներից հասկացանք որ առևտրային կապերի շուրջ են նրանք քննարկումներ արել բիզնեսմենները որոշակի, այսպես ասենք, քայլեր կան, բայց դրանք չեն ամբողջական։ Արդյոք Թուրքիան այդքան պետք է սպասի մինչև Հայաստանում ինչ-որ ռեֆերենդում լինի, այոն հաղթի, հետո Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը վերջնականապես ստորագրի նոր գնա սահմանի բացման, թե մինչև այդ process-ները կարող են թեկուզ մասնակի լուծումներ լինել։ Ունենք ինֆորմացիա կամ նախանշանները ինչի մասն են ցույց տալիս։ Ասենք Թուրքիան պատրաստ է։ Այո, ինչ կը իման Թուրքիան Անկարան, որովհետեւ այս քաղաքականությունը որ երկու պետություն մեկ ասկ ասեն, չէ, Ադրբեջան եւ փակտ հնդիրներն ալգա։ Հիմա Թուրքիան շատ քող չէ որ Ադրբեջանը լավ հարաբերություն ունի Իսրայելի հետ։ Եվ բայց Թուրքիան ունի շատ մեծ հնդիրներ Իսրայելի հետ։ Եվ երբ որ Էրդողանը քող չլա Ադրբեջանին, այս տեսակ բզդիկ քայլեր կնեդե թեպի հաուտեն Հայաստանի ուղությամբ հիմա այս դեսակ երկակիցների բացումը շատ կարևոր է որովհետեւ հիմա շիդակ արևդուրը արդեն սկսավ եթե գարց ժամանակի մեջ այս սահմանը եթե առաջին գարզամ քայլամբես պիտի երրորդ երկրների քաղաքացիները բացվի արդեն արևդուրը պիտի սկսի Եվ տուրիստներն ալ պիտի երթալ կալ պիտի սկսի եւ անգեյդու գարզամ նահավաշորները պիտի քիչնա անգեզած շատ ավելի քայլը գրնանք նեդել եթե Թրամփը Անկարա գուքա եւ անդեսակ համակումարը գլալ այս խաղաղության պայմանները անգամ գրնան ստրոկվել ինչու Հիմա Ալիևը բادرվակ ունենար չէ պետք է Հայաստանը փոխե իր սահմանադրությունը Այո Բայց հիմա գարզեմ ասիկա անգարելի է ինչու որովհետեւ հիմա Փաշինյանը գուսակցությունը հիմա մեծամասնությունը չունի խորհրդարանի մեջ որբեսի անդեսակ փոփոխությունը հանելու համար Սահմանադրական մեծամասնություն չունի Չունի հիմա եւ ասիկա անգարելի է Անբանջնալ պետք է անգարելի ըլլալ Արդեն պետք է Հայաստանի ժողովուրդը հիմա որոշե ինչ պետք է ըլլա Հայաստանի սահմանադրությունը անդեսակ ջունշիմին արդեն չլար որ ժողովուրդը պետությունը սահմանադրությունը փոխե Եթե ասիկա անգարելի է պետք է ուրիշ ճամփամը գտնանք պետք է հիմա Հայաստանը հիմա ստորագրա այս ընդդրությունը անգեհեդու ռեֆերենդումը բես փամը գնալա որ Հայաստանի ժողովուրդը պիտի որոշե եթե աս սահմանադրություն աս պայմանագիրը հաղթության պայմանագիրը հայանվաստ է թե ոչ անգեհեդու Հայաստանի ժողովուրդը գնա որոշե ասիկա ասոր համար գարզեմ ամերիկացիներն ալ Թուրքիան ալ Ադրբեջանցիներն ալ պետք է հասկանա ասիկա եւ ցկե այս որոշումը Հայաստանի ժողովրդին եւ հիմա ժամանակն է որ առաջ շարժենք հաղթության պայմանագրը ստորագրելով ասոր համար գազամ եթե ասարա դնդեսական պատմությունները եթե առաջ շարժե այս հաղթության process-ները գարց ժամանակի մեջ հաղթության պայմանագրը ստորագրությունը անգամ գնալ անդեսակ ասոր համար լավադեսեմ Նոյեմբերին նվադեսեմ ուսիպած չհավ հիմա նորանալ Ես արդուն քիշեր ասոր որ աշխատեմ Վաշինգտոնի մեջ ամերիկացիների հետ գաբի մեջն եմ եւ չանք տապեմ որպես համոզել
քաղաքական կորզիչները, որովհետեւ այս հաղորդան process-ներ առաջ շարժելու համար պետք է արագ լանք։ Ինչու՞, որովհետեւ ես մտահոգ եմ։ Հիմա այս չառաջ շարժը անգե հետո այս ճնշումների դակ Հայաստանն Ադրբեջանն վտանգի դակ կրնալ։ Այսինքն պայմանագրի կնքումը կարող է երկու պետությունների համար օգտակար լինել, չասեմ փրկություն, այդպիսի բառեր չօգտագործենք, այսինքն այդ ճնշումները դիմագրավելու իմաստով, հավանաբար Ռուսաստանից նկատի ունեք ճնշումները։ Մենակ Ռուսաստանը համար չէ, աշխարհակրթությունը հիմա հանգիստ չէ։ Իրան, Իսրայելը գրիվը հիմա գշանուագե, Սուրիայի մեջ հիմա խնդիրներ կա, Իրաքի մեջ խնդիրներ կա, հիմա Վրաստան եւ Ռուսաստան խնդիրներ կա, Ռուսաստանը արդեն ճնշում տնե։ Հիմա այս աշխարհակրթությունը հանգիստ չէ եւ չի պիտի լա։ Ասոր համար եթե հիմա 1990-ներին Հայաստանը այս գրիվը շահեց, բայց հաղորդությունը չգրծավ շահել։ Որովհետեւ քիչիկ մաքսիմալիստ բանջներ կար Հայաստանի կողմեն, եթե այն օրերը հաղորդությունը գազմագերբեինք, կարծեմ շատ ավելի լավ է լար Հայաստանի համար եւ Արցախի համար, բայց մեծ գորուստ մնա ասիկա։ Հիմա Ադրբեջանը նույն սխալը կնե։ Այո, երկրորդ Արցախի գրիվը շահեց, բայց հիմա Ալիևը համար անկարևորը որ հաղորդությունը շահե, եթե մաքսիմալիստ կլա նույն սխալը հիմա Ադրբեջան դե ասիկա մեծ արիթի բադուհամ մնա Ադրբեջան համարնալ Թուրքիա համարնալ Կազակստան, Օզբեկստան, Թուրքմենստանը համար, Պոլոնը համար ասոր համար գարզան պետք է հելացի լանք բոլորս եւ պետք է միասնապար առաջ շարժենք։ Տեսեք, պարոն Փայլյան, կա Ռուսաստանի ակնհայտ, այսպես ասենք, ճնշումը այսօր Հայաստանի Հանրապետության վրա պահանջով դադարեցնել Եվրամիության հետ մերձեցման process-ը կամ եթե ռուս պաշտոնյաներին մեջ բերենք հանրաքվե արեք Եվրամիություն կամ ԵՏՄ։ Ակնհայտ է որ Հայաստանը այդ հանրաքվեին պատրաստ չէ մի քանի պատճառներով նախ մեր տնտեսությունը այսպես ամբողջությամբ չի կարող մի օրում թեքվել Ռուսաստանից ԵՏՄ-ից դեպի արևմուտք դա process է անհրաժեշտ եւ երկրորդը Հայաստանը հայտ չի ներկայացրել Եվրամիությանը անգամ տեխնացուի կարգավիճակ չունի, բայց Ռուսաստանը ճնշումների է ենթարկում, ապրանքների ներմուծման արգելքներ են մտցվում եւ այստեղ երբ որ մենք մեր աշխարհագրությունը փորձում ենք հասկանալ, Վրաստանը հասկանալ է, բայց նաեւ Թուրքիան որպես պետություն իր տարածքը օրինակ տեսականորեն կարող է տրամադրել հայկական ապրանքների արտահանման համար դեպի Եվրոպա։ Ինչ սպասել է իմաստով Շատերը կարող են մանիպուլացնել եւ իմ այս հարցը ձևակերպել, որ Ռուսաստանի գրկից նետվում ենք Թուրքիայի գիրք, խոսքը դրա մասին չի, խոսքը առևտրային, տնտեսական, քաղաքական դիվերսիֆիկացված ուղիների, նոր ուղիների փնտրտուքի մասն է։ Հիմա նախ եւ առաջ նով հիմա աշխարհի մեջ ընկալումը կա։ Հիմա Փաշինյանի գուսակցությունը գսե թեբի արեմուտք ընդմտությունը գսե թեբի Մոսկով չէ այս ընկալումը գարձամ սխալ է որովհետև հիմա մենք բոլորս հայ ենք եւ պետք է հայանպաստ լինենք իրը ինչ է Հայաստանի շահը պետք է անջանփենք գալինք ես չեմ կարծեր որ Փաշինյանը չուզեր որ լավ հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ մենք աշխարհակրթության մեջ կապրենք պետք է լավ հարաբերություն ունենանք Ադրբեջանի հետ բոլոր ցածրների հետ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի հետ եւ Երևանության հետ ասոր համար աս ընկալումը գարձեմ սխալ է նախ եւ առաջ անիկա պիտի ասեմ իստե Փաշինյանի հարաբերությունը թեպի Երևանություն գսե եւ չուզեր որ լավ հարաբերություն ոչ գարձեմ ընդմություննալ բարոն Փաշինյանն պետք է ուզե լավ հարաբերություններ բոլոր ցածրների հետ երկրորդ Եթե Եվրոպայի միության հիմա process պետք է լա, ասիկա գամած պետք է լա։ Մեկ օրի մեջ չգնալ լա։ Թուրքիան ամբես է հավարտան 1980-ին սկսավ աս երկուսությունները եւ քանի մդարը անցավ, վաղ մգար որբեսի եթե ասահմանները փանանք Թուրքիան դնդեսությունը ամենից պիտի գործունեությունը, բայց վաղն հագարակ եղավ։ Եվրոպ Թուրքիան գրծար ձախել 5 միլիարդ դոլարնոց ապրանք, հիմա 200 միլիարդ դոլարնոց ապրանք գնա ձախել եւ Եվրոպայության եւ հիմա ստանդարտները Եվրոպայության ստանդարտներն են։ Բայց ասիկա գամած կրնալը մեկ օրի մեջ չգրնալալ եւ բայց ասոր համար
եթե Հայաստանը ասիգա հավատալու համար այս երբեմնության process-ին նախ առաջ պետքություն մգա պետք է նորմալիզացիան process-ը առաջ շարժը Թուրքիայի հետ որովհետեւ Թուրքիան գամուրջն է Հայաստանի համար շատ ուրախ եմ որ տեսնալ այս երկակցի փածվեցավ Վրաստանի վրա եւ շիդակ արեդուրը սկսավ հիմա եթե ամիսների մեջ շիդակ սահմանները փանանք անկետ կարծեմ Հայաստանը շատ ավելի ուժ պիտի ունենա վստահություն պիտի ունենա այս տեսակ ճնշումների եթե կա Ռուսաստանեն անդեսակ ուրիշ բադուհամ մգրնա ունենալ հիմա շատ ուրախ եմ որ տեսնալ Երևանությունն ալ գսե եթե Ռուսաստանը հիմա չարն է Հայաստանի ապրանքները մենք պատրաստ ենք առնելու առանց մաքսի են այո անիկա կարևորը բայց ասալ մեկ օրի մեջ չգնալ եւ կարծեմ Հայաստանի կառավարությունը հիմա պատրաստնա ինչպես կրնա օգնել իր քուղացիներին կամ մյուս սեկտորներին որովհետեւ անոնց որոնց ջնշումի դակը բիդոլա աստեսակ Ռուսաստանը եկող ջնշումներն Շատ լավ, այս process-ները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացում հաճախ ներքին տարբեր ուժեր որակում են որպես թրքացում կամ 300,000 ադրբեջանցիներ կգան այդ ձեր կարծիքով ինչից է գալիս այս նարատիվը որ եթե փորձում ես ինչ-որ տնտեսական քաղաքական մինիմալ հարաբերություններ ձևակերպել հայհոյանքի պես մի բան է, հա, դրվում որ Այո, դժբախտաբար հայհոյանքի ասիկա ինչու հիմա Թուրքիերը հոս գրնանքալ չէ օտանավներով գրնանքալ հենց հիմա գնում գալիս են դեսար թուրքը հոս ապրել ուզեց ինչա այս չտեսա այս ընկերներս անգամ ունի հիմա թուրքերեն 1001 անգամ Հայաստանը չտեսավ նախ եւ առաջ օտանավները գուկաոս եթե 1001-ը հոս գուկա մենակ տուրիստ լալով գուկա հոս ապրել չուզեր որ անշուշտ թե հոս երբ որ իմ ընկերներս հոս գուկա շատ կսիրեն Հայաստանը բայց հոս ապրել ուզով մեկը չտեսա չեմ կարծում որ մեկ հատ ազերի անգամ հոս ապրել գուզե որ ինչու 40 տարվան ադալյությունը կա հիմա երկու կողմնալ սահմանը երկու կողմնալ ասիկա մեկ օրի մեջ չեն գնալ ուզել այս անդեսակ երազմ ունիմ օրը 10 տարի մեջ 20 տարի մեջ մեր արցախցիները եթե հաղորդությունը մնայուն ունենք օրը գնան երազել որպեսզի նորեն Ղարաբաղ ապրել Բայց ինչու է այս նարատիվը օրմնալ ազիքանի ազերները ասիկա գարջ ժամանակը մեջ չգրնալ 10 տարի 20 տարի հետո եթե հաղորդությունը մնայուն ունենք աստեղը երազմը գնալ բայց հիմա աս գարջ ժամանակը մեջ չգրնալ անդեսակ փամը անգարելի է Ինչու է դա քաղաքական դիսկուրսներում ամենայն Այո, ասիկա դժբախտաբար դիսինֆորմացիոնն է ուրիշ բան մեկ չէ անդեսակ ուզում մարդիկ չկա հիմա եթե արցախցիներն ասենք դուք գուզենք որ Արցախը արտալ հիմա ոչ բիզնեսան ինչպես կնանալ եթե ինքնավարություն կնանալ եթե իրավունքներ կնանալ միջազգային պաշտպանություն այո եթե հաղորդություն լա այո փոդորնալ չպիտի արտա քանի հազարը գնալ այո ես կուզեմ որ արտալ եթե իրավունքներ ունենալ բայց որևէ մեկը չի ապահովում դա բայց այո հիմա բայց հոստեղ անդեսակ այս ազերը չդեսա որ հիմա գուզեմ որ այս դառնալ ապրիլ Հայաստանի մեջ անդեսակ բանը չկա բայց նորեն բիդեսեմ եթե 20 հիմա եթե աս հարցումներ 1943-ին ֆրանսիացիներին եւ գերմանացիներին հաղորդությունը գրնանք մնայուն ունել կամ քանի մը ֆրանսիացիները կամ գերմանացիները մյուս երկրին մեջ գրնա ապրել անգերալի է բիդեսեն 1945-3-ին բայց 1960-ներն սկսավ մարդիկ իրարու հետ ապրել, միաստապար ապրել, միաստապար արևդուր ունել, որովհետև մենք հայրավոր դարաներ միաստապար ապրեցանք, վերջին 40 տարին է որ այս ադալությունը եղավ եւ գրիվներ եղավ, բայց նորենալ այս ազերի ինգերները ունիմ, ամենան հիմա մոդիկ մշակույթը մեզի գտեսա որ ազերներն է եւ թուրքերը քուրդերը, այս Թուրքիա մեջ ամբես բادگամավոր եղավ եւ ժողովրդավար թուրք եւ քուրդ ընկերները ինձ ընդրես եւ հայերը ինձ ընդրես որովհետեւ այս բادگամավոր եղա պետք է աստեսակ երազները ունենալ բայց գարջ ժամանակի մեջ անդեսակ փամ 300,000 ազերոս պետք է ասիկա անգարելի է դա վախեցնելու նպատակ ունի հանրությանը որ տեսեք եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գնում են ինչ որ նորմալացման չգիտեմ դրա վերջը ինչ է լինելու ինչ արդյունքներ են ունենալու
դա բերելու է Հայաստանի ադրբեջանացման կամ թուրքացման, ում է ձեռնտու անընդհատ ասել, որ եթե դրանց հետ ինչ-որ շփումների մեջ ես պարտադիր պարտված ես դուրս գալու, թրքանալու են եւ այլն։ Հիմա ասիկա այս նախաբաշարումները կհասկանամ եւ հասկանալի է։ Դա նախապաշարում է, թե միտումնավոր քաղաքական այո, ճիշտ է, բայց իշմե ժողովրդի համար կհոսիմ, որովհետեւ շատ հիմա 3 տարի եղավ, որ մենք վերջին աղետ ապրեցանք, չէ, Արցախի աղետ ապրեցանք եւ ուրիշ տրամաներ ունենք, աղետներ ունենք եւ ասիկա հասկանալի է, կհասկանամ անցյալ շաբաթ այս ճամփաները կալեց եւ ամեն օքի ինձ ծրե բայց գիմը ինձ որացավ ասա որ ինչու թուրքերեն գողոսիս իմ մորակուրս հոս եկավ Թուրքիայեն հայրան չի գտար մալատը ծնած է տշպատավա գարավարտն ասա որ պետք չէ որ հայրան հոսինք եւ չգրծավ իմ մեծ հայրիկները ծորվեցին իր զավակներին եւ ասա իմ մորակուրս այս մայրենիգս դեսնալ գուզեմ եկավ առաջին օր այս կբատմեի ասիկա Երևանն է նայեցի ասիկա սա թուրքերեն կբատմեի եւ հայ գիմ ինձ բորացավ ինչու թուրքերեն գո թշնամին լեզուն գոհսիս թշնամին թուրքերեն գոհսիս հոսալ նախաբաշարումներ գա սահմանը մյուս կողմն նախաբաշարումներ գա եւ ասիկա հասկանալի է 110-11 տարեկան ադալյություն կա թշպարտությունը հիմա եւ հաղորդություն շինելը ամենան դժվար գործն է բայց ադալյությունը ավելցնելը ամենան թյուրին գործն է երկու հատասություն պետք է թուրքերը թշնամի է հայերը թշնամի անգազատ բամը պետք չունիս բայց հիմա Հայաստանի համար հաղորդությունը պետքություն ունի մենք բզդիկ երկրում ունենք եւ ինչ է մեր քաղաքականությունը թուրքերը եւ ազերները թշնամի է մենք սահմանները կոչ պիտի լա մենք պիտի գահված լանք Ռուսաստանին ինչ է արդյունքը Ռուսաստանը թշպարտաբար Հայաստանն ալթավաճանեց որովհետեւ Հայաստանը Ռուսաստանը վստահեցավ արդյունքը թշպարտաբար վատ գնաց ասոր համար պետք է հիմա մենք ուժեղ չենք բայց հելացի գնանք լալ լավ հարաբերություններ պետք է շինենք Ռուսաստանի հետ, Իրանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այս չնշանակա որ մենք պիտի բորնանք մեր ահատները ոչ։ Թուրքիա եւ Հունաստանն խնդիրներ ունի, չէ՞։ Ունի։ Բայց հարաբերություններ ունին արևդուրգունյան դիպլոմատական հարաբերություններ ունին, ասում եմ պետք է մենք ամենան քիչ դժվար թրացիներ լանք։ Դժվար թրացիներ տուն ապարտմանի մեջ գնալա, թե դժվար թրացիներ։ Բայց ինչպես գրվիս ամեն օր ոչ երկուսությունը սկսից որպես լուզել խնդիրները այս աշխարհակրթությունը մեր ջադարակիրն է եւ պետք է լավ հարաբերություն ունենանք այս չնշանակա որ պիտի բորնանք ոչ չի պիտի բորնանք որպեսի մեր բացությունն հասանենք բայց մեր ուժին 190-ը մենք անցյալի համար դվենք եւ հիմա պետք է հիմա աբակա շինենք միասնապար եթե աբակամը շինենք կարծեմ անցյալի մասի հոսինալ շատ ավելի թուրին բիդալը շնորհակալ եմ զրույցի համար ես շատ շնորհակալ եմ Factor TV-ում հյուրընկալել ենք Կարո Փայլյանին